Գրիգորյան Լուսինե Ստեփանակերտից։ Վերջին օրերին է։ Այո, կարելի ասել վերջին օրերին, ամենավերջին օրերին։ Կառավարության դիմաց եք այսօր, նաև ուրիշ վայրերում եք ցույց արել, ինչի համար եք այս պահին հենց կառավարության դիմաց, ձեր պահանջները սոցիալական են, եթե կարելի ասել այս պահին, մի փոքր կմանրամասնեք։ Սոցիալական են, նաև գերիների հարցն է այստեղ, նաև ապահով վերադարձի հարցն է, և ինձ թվում է, որ եթե այս սոցիալական աջակցություն չլինի, արցախցիների մեծամասնությունը կմնան փողոցներում և չգիտեմ, կամ արտագաղթը ավելի կշատանա, կարծիքով չգիտեմ։ Իսկ տվյալներ ունեք, օրինակ ձեր ընկերներից, բարեկամներից արտագաղթի արդեն դիմել են, թե չէ, այսինքն թիվը մեծ է։ Արտագաղթ կա, բայց ոչ այդքան շատ, այս բարեդրությամբ ինձ թվում է այդքան շատ չէ, բայց եթե այսպես շարունակվի, ավելի կշատանա և լավ չլինի ինձ թվում է։ Դուք եք վարձ։ Այո։ Իսկապես օգնում էր այդ 40+1-ի 50-ները, որ մեծ խնդիր է դարձել, այսինքն աշխատանքի հետ միասին դա էլ եք հասցնում նաև վարձ։ Ընդհանուր առմամբ որ նայում ենք, այդքան մեծ օգուտ չէր տալիս, բայց եթե այդ 40+10-ը չլիներ, իսկապես որ կմնայինք դրսում, էլի։ Միայն աշխատավարձով հնարավոր չէ և ապրել, և տան վարձը տալ, և մնացած կարիքները հոգալ, կարծիքով։ Մյուս խնդիրները որոնք են բացի այդ 40+1-ից։ Գերիների հարցն է ամենակարևորը և ապահով վերադարձի։ Ինչպես եք պատկերացնում այդ ապահով։ Այս բարեդրությամբ հստակ չեմ կարող ասել, բայց ցանկացած եղանակով ինձ թվում է կարող ենք վերադառնալ, բայց բացի Ադրբեջանի քաղաքացիությունից, իմ կարծիքով։ Հնարավոր համարում եք այդ վերադարձը։ Ինչպես ասում են, հույսը վերջում եմ անում։ Նայեք, որովհետև այս իշխանությունները, եթե օրինակ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, մեկ կետը պարզ է և արդեն հստակ է, որ հետ են կանչվելու բոլոր հայցերը։ Այս դեպքում, այսինքն խնդիրները փակուղի են մտնում, որովհետև նույն վերադարձի հարցը կարելի ասել փակվում է։ Ոնց եք պատկերացնում օրինակ հենց այդ վերադարձը։ Ասեմ, առաջինը պետք է վերանայել իշխանությանը, փոխել իշխանությանը և արդեն մտածել մնացած հարցերի մասին։ Եթե այս իշխանությունը չփոխվի, կկորցնենք նաև Հայաստանը, ինչպես արդեն դեպքեր են գրանցվում, չգիտեմ, Տավուշից, Սյունիքից, պետք է շուտապույտ փոխել իշխանությունը։ Հայաստանում բազմաթիվ փորձեր են եղել իշխանությանը փոխելու, բազմաթիվ ցույցեր են արել, հնարավոր համարում եք իշխանության փոփոխություն։ Այո, շատ շուտով։ Նաև ընտրություններ են 2026 թվականին։ Ընտրությունը չի հասնի։ Ընտրությունը այս իշխանությունը պետք է հեռանա։ Անպայման։ Նաև շատերը օրինակ նշում են, որ արցախցիները 2026 թվականին խանգարողն են լինելու, իրենց վերընտրվելու, այս կարծիքը կիսում եք։ Ինձ թվում է այո։ Քանի որ ասացի, որ մինչև 26 թիվը չի հասնի, շատ շուտով կլինի այդ իշխանափոխությունը։ Ինչու վրա եք այսքան վստահ, ուզում եմ հասկանամ, ինչ որ տարբերակներ ունեք, պլան B ունեք, որովհետև մենք տեսնում ենք բազմաթիվ բողոքի ակցիաներ եք անում, բայց մեղմ ասած չեն լսում։ Չի կարող այս իշխանությունը երկար գոյատևել, արդեն 7 տարի է կործանում է ամեն ինչ, հանձնեց Արցախը, արդեն դիվանագիտության մեջ ունենք ահռելի բացեր, չգիտեմ, հասարակության պառակտումներ, բաժանում է այս իշխանությունը սևերի և սպիտակների, հայրենասերների և թալանչիների, ազգային արժեքները ուղղակի նսեմացնելով։ Չի կարող այս իշխանությունը ավելի երկար գոյատևել, իմ կարծիքով։ Իսկ որ ասում էին արցախցիները չեն կռվել, մինչև վերջ պետք է կռվեին, այս մտքի հետ համաձայն։ Ինչպես կարող եմ համաձայն լինել այս մտքի հետ։ Ոչ։ Ինքս եմ ականատես եղել, թեկուզ քաղաքում էի ես, բայց
շատ դեպքեր լսելով, շատ պատմություններ լսելով եւ թեկուզ Շուշին երևում էր Ստեփանակերտից, այնտեղ նայելով, տեսնելով թե ինչ է կատարվում, այդ թեզը ուղղակի եւս մեկ պարակտման ուղղակի խոսակցություններ են, այո։ Աննա Սիմոնյան ուղղակի ասում է պետք է մինչև վերջ մնայիք կռվեիք, ոչ թե չկռվեիք, հետո ասում է պետք է մինչև վերջ մնայիք չկռվեիք ու չասեիք դարպասները բացեք, որպեսզի դուրս գաք։ Ալեն Սիմոնյանը որտեղ էր այդ ժամանակ։ Իրենք նշում են, որ իրենց խմբերը այնտեղ են եղել, իրենք էլ են կռվել։ Չեք կարծում, որ դա պարտականություն էր ուղղակի հայրենիք պաշտպանելը։